Բարի երեկո։ Այս տարի դպրոցական վերջին զանգի արարողությունները եւ մայիսյան տոնակատարությունները սկսվեցին ապրիլյան մարտերում զոհվածների հիշատակին 1 րոպե լռությամբ։ Իսկ Թալիշում հանդիսություններ չեղան։ Թալիշի երեխաները ուսումնական տարին ավարտում են այնտեղ, որտեղ հաստատվել են ծնողները։ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքները կարող էին ավելի ծանր լինել։ Բանակը թշնամուն արժանի հակահարված է տվել։ Թշնամու արժանի հակահարվածի ծնունդ է հայոց պետականությունը։ 1918-ի մայիսի 21-ից 27-ը տևած Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի շնորհիվ է, որ Բաթումի պայմանագրով Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը։ Կարող է ճակատագրի հեգնանք թվալ, բայց փաստը դա է։ Անկախ Հայաստանի Հանրապետության առաջին պայմանագիրը կնքվել է հայ ժողովրդի դահիճ Օսմանյան կայսրության հետ։ 1918 թվականի Հայաստանի Հանրապետության տարածքը շուրջ 12000 քառակուսի կիլոմետր էր։ Պատմաբան Լեոն դառնությամբ գրել է, որ դա հայրենիք չէ, այլ գեհերիքի, որպեսզի բոլոր հայերի համար գերեզմանոց դառնա։ Իսկ Բաթումի պայմանագրին մասնակից մի գերմանացի դիվանագետ ասել է, որ հայերը կարող են լողանալ Սևանում, բայց պարկել չորանալու տեղ չունեն։ Առաջին հանրապետության հռչակումը ոգևորությունից բացի նաև ներքաղաքական բանավեճերի առիթ է հանդիսացել։ Թուրքիայի հովանու ներքո անկախությունը չի ընդունել հատկապես Զորավար Անդրանիկը։ Ի վերջո նա ստիպված էր հեռանալ Հայաստանից։ 1918 թվականի աշնանը Թուրքիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում եւ զորքերը հեռացրեց Անդրկովկասից։ Առաջին հանրապետությունը կործանվեց 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, իսկ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը։ Հայաստանը ունեցավ ծանր տարածքային կորուստներ։ Թուրքիային անցավ Կարսի մարզը, Սուրմալուն, Նախիջևանը տրվեց Ադրբեջանին։ 95 տարի առաջ Ադրբեջանին հանձնվեց նաև Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով։ Ռուս-թուրքական պայմանագրի 70-րդ տարում 1991-ին փլուզվեց խորհրդային կայսրությունը։ Անցել է քառորդ դար։ Մինչդեռ հայ ժողովուրդը հռչակել է երկու անկախ պետություն՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետություն։ Հարավային Կովկասում ստեղծվել է ուժերի բոլորովին նոր հարաբերակցություն։ Մենք ունենք կանոնավոր բանակ, որը ապրիլյան քառօրյա մարտերում կարողացավ ետ մղել թշնամու ագրեսիան։ Այսօր դժվար է տալ այդ մի քանի օրվա պատմաքաղաքական ընդհանուր գնահատականը։ Մեր ընկալումներում դերևս գերիշխում է հուզականությունը։ Քաղաքական եւ պետական այրերը, մշակույթի գործիչները, լրագրողները շարունակում են այցելել առաջնագիծ։ Նրանք հաղորդակցվում են դիրքապահ զինվորների եւ սպաների հետ։ Գնահատականը մեկն է։ Մենք ունենք սերունդ, որը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել անկախությունը։ Մեր պատմական ընթացքի ամենամեծ ձեռքբերումը դա է։ Այս սերունդն ասում է, որ ինքն է երկրի տերը։ Լինել տեր նշանակում է պաշտպան լինել։ Երկիրն իհարկե առաջին հերթին պաշտպանում է սահմանին կանգնած բանակը, բայց երկրի բանակը հզոր է ոչ միայն սպառազինությամբ, այլև զինվորի մարդկային որակներով։ Զինվորը երեկվա դպրոցականն է, ուսանողը, մեր երեխան, եւ նրա ծառայությունը կախված է նրանից, թե ինչ գիտելիքներ ունի, ֆիզիկական եւ հոգեբանական ինչպիսի կոփվածք։ Դպրոցական վերջին զանգի արարողություններն այս իմաստով ազդարարում են բանակային նոր հերթափոխ։ Հանրապետության նախագահի հրամանագրով սկսված է զորակոչ, իրականացում է զորացում։ 18-ամյա պատանին ուսումնավարժական շրջանն ավարտելուց հետո կանգնելու է դիրքերում։ Այսօր առաջնագիծ մեկնողները աշխատում են անպայման լինել այն դիրքերում, որտեղ բացառիկ հերոսության դրվագներ են գրել ապրիլյան մարտերի մասնակիցները։ Մի քանի ամիս հետո նոր հերթափոխ է կանգնելու կրտսեր սերժանտ Աբաջյանի կապիտան Ուրֆանյանի դիրքում։ Դիվանագիտության խնդիրն է ամեն ինչ անել մինչև վերջ, գործի դնել խոսքի զինանոցի բոլոր հնարավորությունները, որպեսզի պատերազմը կանխի։ Զինվորականներն ամեն օր պատրաստում են պատերազմի։ Նրանց ծառայության բնույթը դա է։ Բանակի մարտունակությունից եւ բարձր պատրաստականությունից է կախված դիվանագիտական հաջողությունը։ Իսկ բանակի մարտունակության համար պատասխանատու է ամբողջ հասարակությունը իր բոլոր հաստատություններով։ Հասարակությունն է սեփական անվտանգության համար զինում, սնում, հագցնում սեփական զինված ուժերին։ Հայտնի ճշմարտություն է, ով սեփական բանակին չի կերակրում, վաղը ստիպված է լինելու կերակրել օտարի բանակին։ Անկախության 25 տարիների մեր ազգային հպարտությունը բանակն է։ Բանակը մեր հետագա զարգացումների երաշխավորն է։ Բանակի հանդեպ վերաբերմունքը մեզ համար արարողակարգ չէ, այն արդեն դարձել է կենսակերպ։ Եվ մենք ազգ բանակ դառնալու ճանապարհին շատ կարևոր մի հանգրվանի ենք հասել։ Արդեն 70 տարի է հրեական պետությունը ազգ բանակ է։
Իրականությունը, որ ստեղծել է թշնամու ապրիլյան ագրեսիայից հետո, մեր ընտրությունը չէ, բայց դա այլևս կենսակերպ է, որի ռիթմը զգացնել է տալիս եւ դպրոցում, եւ քաղաքական միջավայրում, եւ գործարար շրջանակներում, զգացնել է տալիս ամենուր։ Առանձնահատուկ է լինելու այս տարվա բերքահավաքը։ Գրող եւ զորավար Վազգեն Սարգսյանի ոճով ասած, դա հացի փորձություն է։ Եվ եթե բերքահավաքը հայտարարվի հացի ճակատ, դրանում պաթետիկա չպետք է որոնվի։ Այդպես էլ կա, որովհետև արդեն այսօր թշնամին հրդեհում է չեզոք գոտու հողացած կույսը։ Այդ հացը պետք է մինչև վերջին հատիկը հնձվի, կալսվի, ամբարվի։ Փորձություն է լինելու գալիք աշնանացանը։ Պատմահայր Խորենացին գրում է, որ Արտաշես արքան Հայաստանը ստեղծել այն սահմաններում, մինչև ուր տարածված էր հայերեն խոսքը։ Այսօր քաղաքական քննարկումների թեմա է Արցախի տարածքային ամբողջականությունը։ Մեր անկախության սահմաններն այն են, որտեղ հաց է ցանվում եւ հնձվում, որտեղ բերք է հավաքվում։ Աշնանացանը փորձություն է լինելու նաեւ այդ իմաստով։ Ինչքան տարածք է հերկվելու, ցանվելու։ Բանակն իր ծառայությունը տանում է պատվով, հասարակությունը կանգնած է նրա թիկունքին։ Երկրի տնտեսության սահմանները վերջին տարիներին դուրս են եկել միջազգային շուկա։ Երկրի մարզիկը միջազգային մրցաշարում զգետնում է իր հասակակից ադրբեջանցուն։ Վաղը երկրի դպրոցականը պիտի մրցանակ շահի միջազգային օլիմպիադայում։ Երկրի ուսանողը պետք է գիտական հայտնագործության ճանապարհը բռնի։ Երկրի մշակը պետք է նայի ամպին, դեմքը տա քամուն եւ որոշի, որտեղ, երբ, ինչ է ցանելու։ Անկախությունը մեր ընտրությունն է։ Նա մեզ համար դարձել է ճակատագիր։ Հայրենասիրական բոլոր խոսքերը, որ ասվել էին, իրականություն դարձան ապրիլի 4 օրերին։ 2 տարի հետո լրանում է Հայաստանի անկախության 100-ամյակը։ Առաջին հանրապետությունը գոյատևել է 2.5 տարի։ 2 տարի հետո լրանում է նաև Արցախյան շարժման 30-ամյակը։ Հաղթական տոնակատարությունների հիմնարկերքը դրվում է այսօր։ Հոգով միշտ պատրաստ լինենք հաղթանակի եւ հաղթանակը մերը կլինի։